Տիգրան Աբրահամյանի հետ, պարոն Աբրահամյան ըստ էության, ինչպես բազմիցս ներկայացրել է նաև պատիվ խմբակցությունը, Դավիթ Համբարձումյանի կալանավորումը զուտ պետք է դիտարկել այն համատեքստում, որ նա նաև ձեր կողմից իմպիչմենտի թեկնածուն է եղել։ Հիմա ինչպես եք նախ պատկերացնում Համբարձումյանի շուրջ այս քաղաքական գործընթացի հանգուցալուծումը, երբ ազատ կարձակվի եւ օրինակ ինչ եք սպասում արդեն իմպիչմենտի գործընթացից, եթե հենց սկզբնական փուլում այսպիսի հարված ստացավ։ Երկու հիմնական պատճառ կա, որի հետևանքով Դավիթ Համբարձումյանը այս պահին ճաղերի հետևում է։ Առաջին, ինչպես նշեցիք, այն հանգամանքն է, որ Դավիթ Համբարձումյանը վարչապետի իմպիչմենտ հայտնելու գործընթացում դիմացիան միասնական թեկնածուն էր։ Երկրորդը դա Դավիթ Համբարձումյանի հաջող հեղինակությունն է, որպես մարդու, որպես քաղաքական թիմի անդամի եւ որպես համայնքի ղեկավարի, որովհետեւ Դավիթ Համբարձումյանը հաջողություն է գրանցել 2016-ին նախորդ կառավարության ժամանակահատվածում, հաջողություն է գրանցել այս իշխանության ժամանակահատվածում, որտեղ ուներ հեղինակություն իր համայնքում, որը այնտեղ ապրող մարդիկ ըստ արժանվային ընտրությունների միջոցով նաև գնահատել։ Հիմա այս տեսանկյունից իշխանության ամբողջ շղթան տարբեր ուղղություններով անդադ զարգանալու է։ Սա առաջին հերթին հիմքում ունի նաև ընտրական տրամաբանություն, դաշտից անել կամ թույլատնել բոլոր այն ուժերին եւ գործիչներին, որոնք ունեն հնարավորություն այդ պայքարում հաջողություններ արձանագրելու եւ իշխանության համար խնդիրներ ստեղծելու։ Դավիթ Համբարձումյանի շուրջ ստեղծված այս իրավիճակը ընդհանուր պրոցեսի մի կարևոր մասն է կազմում, կարևոր ինչ է մասում, որովհետև հանրապետականի բարձրացրած օրակարգը այդ պահին քաղաքական դաշտում միակն էր, որը քաղաքական հանգուցալուծում ենթադրում էր ընտրություններից դուրս միջև ընտրական պրոցեսները, որովհետև ընտրությունների այս համատեքստում արդեն իսկ պարզ է իշխանությունը ոնց է վարվելու, ոնց է փորձելու իր առավելությունները ընդգծել եւ իր խնդիրները ստեղծելու ընդդիմադիր դաշտի համար։ Պարոն Աբրահամյան, անցյալով եք խոսում միակներ, այսինքն էլ հույս չեք կապում իմպիչմենտի գործընթացի հետ, թե սպասում եք այլ իրողություն։ Տեսեք, անցյալի կապված ոչ թե խնդիրը անցյալում է, այլ քաղաքական հիմնական ուժերը իրենց մոտեցումները, դիրքորոշումները արտահայտել են։ Հիմնական քաղաքական մոտեցումները հիմնված է մյուս ուժերի ընտրական տրամաբանության ներքո եւ բնականաբար այս իրավիճակում խոսույթը հենց դրա հիման վրա էլ կառուցվում է։ Շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետևողներ, ինչպես տեսնում եք, քաղաքացիների թիվը այստեղ ավելացել է, պաստառներ